Ես միշտ փնտրում եմ Աստուծո երեսը եւ աղոթում եմ սեմինարներից առաջ։ Նաեւ աղոթում եմ երեկոյան ծառայությունից առաջ։ Սովորաբար ես ուսուցանում եմ աղոթքի մասին ցերեկային ծառայությանը, բայց ինչ վերաբերում է այսօրվա երեկոյան ծառայությանը, ապա Աստված ինձ ասաց. «Վերադարձիր հավատքի այբուբենին եւ սովորեցրու հավատքի հիմունքները»։ Սովորեցրու հավատքի այբուբենը, ամեն։ Ինչ է հավատքի այբուբենը։ Ինչ է հիմքը։ Դա այն է, թե ինչ է հավատքը, ինչպես է գալիս հավատքը եւ ինչպես հավատքը գործի դնել, ամեն։ Մենք արդեն խոսել էինք նախկինում այս շաբաթ ոչ միայն այն մասին, թե ինչ է հավատքը, այլ նաեւ այն մասին, թե ինչպես է գալիս հավատքը։ Աստուծո խոսքը մեզ ասում է, թե ինչպես է գալիս հավատքը։ Ինչպես է գալիս հավատքը։ Այն գալիս է լսելուց, լսելը Աստուծո խոսքից։ Ալելույա։ Ամեն։ Մենք չենք կարող հավատալ ավելին, քան գիտենք։ Հավատքն ըստ գրքի հիմնվում եւ կառուցվում է վկայության վրա, որը շարադրված է եւ տրված է մեզ Աստուծո խոսքում։ Ամեն։ Հավատքը գալիս է Աստուծո խոսքը լսելուց։ Անհավատությունը գալիս է նրանից, որ մենք լսում ենք մարդկանց տեսությունները։ Անհավատությունը կառուցվում է տեսության, ենթադրությունների վրա։ Դուք չեք գտնի այս սահմանումը բառարանում, բայց սա լավ սահմանում է։ Տեսությունը մի ենթադրություն է, որը կառուցվում է քննարկվող առարկայի վերաբերյալ տգիտության հիման վրա։ Ամեն։ Ամեն, բայց փառք Աստուծո, որ հավատքը կառուցվում է վկայության վրա, որը տրվում եւ շարադրվում է Աստուծո խոսքում։ Փառք Աստուծո, փառք Աստուծո։ Գիտեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Եբրայեցիս 11:6-ում, այնտեղ ասվում է, որ առանց հավատքի անհնար է հաճեցնել Աստծուն, կամ լինել հաճելի նրան, ինչպես ասված է մեկ այլ թարգմանության մեջ, որովհետև նրան մոտեցողը պետք է հավատա, որ նա կա եւ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Այնպես որ առանց հավատքի Աստծուն հաճեցնելն անհնար է։ Եթե նա ինձնից պահանջեր հավատք եւ չտար հնարավորություն ունենալու այդ հավատքը, ապա ես կկարողանայի կշտամբել նրան անարդարության մեջ, բայց նա ինձ տվել է ամեն ինչ, ինչի միջոցով գալիս է հավատքը։ Ուստի պատասխանատվությունը ինձ վրա է։ Փառք Աստուծո իր խոսքի համար։ Հավատքը գալիս է լսելուց, իսկ լսելը Աստուծո խոսքից։ Գիտեք, հիմա քարոզվում է շատ անհավատություն։ Գոյություն ունեն շատ տեսական քարոզներ, փաստեր քարոզելու փոխարեն։ Ես արդեն վաղուց եմ ծառայության մեջ։ Ես ծառայության մեջ եմ 66 տարի, եւ 50 տարի առաջ եւ 60 տարի առաջ, երբ ես քարոզում էի, միշտ ասում էի, որ չեմ պատրաստվում ձեզ ասել, թե ինչ եմ մտածում, այլ կասեմ այն, ինչ գիտեմ։ Փառք Աստուծո խոսքի համար։ Ամեն։ Մի ժամանակ ես ծառայություն էի անցկացնում մեկ ուրիշ նահանգում։ Մեզ մոտ այն ժամանակ անցնում էին երկար համաժողովներ երեքական շաբաթով։ Մենք նույնիսկ կարող էինք մնալ 5, 6, 7 շաբաթ միևնույն վայրում։ Այն ժամանակ շաբաթ օրերը մեզ մոտ հանգստյան օրեր էին, եւ այն եկեղեցու հովիվը, որտեղ ես քարոզում էի, ասաց ինձ. «Եղբայր Հեգին, շաբաթ երեկոյան ես եւ կինս գնալու ենք մի վայր։ Մենք քաղաքում էինք, իսկ Արվարձանում կար մի վերապատվելի, ով անցկացնում էր իր ավետարանչական հավաքույթը։ Նա պատրաստվում էր ավարտել իր երկրորդ ծառայությունը կիրակի օրը, իսկ մենք պատրաստվում էինք գնալ նրանց մոտ շաբաթ երեկոյան առաջին ծառայությանը։ Նա հարցրեց. «Դուք կմիանաք մեզ, եղբայր Հեգին»։ Իմ կինը մնացել էր երեխաների հետ, նրանք դպրոց էին գնում։ Ես որոշեցի նրանց հետ գնալ, ուստի մենք ուղևորվեցինք այնտեղ։ Իհարկե նրանք ուշադրություն դարձրին, որ մենք հովիվներ ենք, ողջունեցին մեզ, վերջապես սկսեցին ավետարանչական հավաքույթը։ Այնտեղ երգիչներ կային։ Երգիչները լավն էին եւ երգում էին հրաշալի ու գեղեցիկ երգեր։ Հետո բարձրացավ քարոզիչը եւ վերցրեց տեքստ 5 կտակարանից։ Լավ է, եթե վերցնում եք տեքստ 5 կտակարանից նոր կտակարանի լույսի ներքո, բայց կան բաներ 5 կտակարանում, որոնք մեզ չեն վերաբերում։ Նա վերցրեց հենց այնպիսիք, որոնք մեզ չէին վերաբերում։ Նրա քարոզի մեջ կար 3 կետ։ Քարոզին հատկացված էր 45 րոպե, 15-ական րոպե յուրաքանչյուր կետի համար։ Երբ նա քննարկում էր առաջին կետը, ասաց. «Թույլ տվեք պատմել ձեզ, թե ինչ եմ մտածում այս կապակցությամբ», եւ նա 15 րոպե պատմում էր իր պատկերացումները։ Իր երկրորդ կետում նա ասաց. «Եկեք պատմեմ ձեզ իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ։ Ինձ չի հետաքրքրում մարդկանց կարծիքը կամ նրանց մտքերը։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է Աստված ասել։ Հիմա դու դրա մասին պատմում ես եկեղեցում, բայց ես չգիտեմ, թե դու որտեղից կամ ումից ես դա լսել։ Ամեն»։ Եվ ահա նա հասավ վերջին կետին եւ պատրաստվում էր կիսվել այդ թեմայով իր տեսությամբ։ Ես ասացի. «Սիրելի Տեր, քարոզիչը,
Ամբողջ մթնոլորտը լիցքավորում էր անհավատությամբ, եւ հետո նա մարդկանց կոչ արեց ապաշխարության։ Եվ երգիչները սկսեցին երգել. Դուք գիտեք, թե դա ինչպես է լինում, եւ նա ասում էր կորսված մարդիկ պետք է գան ապաշխարության։ Նաեւ նա ասաց վերջապես գուցե սա հաստատ չէ, բայց սա կարող է լինել ձեր երեկոն։ Ես իսկույն մտածեցի այն մասին, թե ինչ է ասում Աստվածաշունչը, այլ ոչ թե այն մասին, թե ինչ է որևէ մեկը մտածում։ Աստվածաշունչն ասում է, որ հիմա է փրկության օրը, որ սա հաստատ ձեր ժամանակն է։ Փառք Աստուծո, որ սա իսկապես ձեր ժամանակն է։ Նա ասաց սա կարող է լինել ձեր ժամանակը, եւ նա փորձեց այնպես անել, որ որևէ մեկը գա, բայց ոչ ոք չեկավ, եւ չէր կարելի նրանց մեղադրել, որովհետեւ գուցե դա իսկապես նրանց ժամանակը չէր։ Եվ հետո նա շարունակեց եւ ասաց, նա սկսեց պատմել, թե ինչպես է ինքը ապաշխարել։ Եվ նա ասաց, որ 3 օր եւ 3 գիշեր ինքը Աստծուն խնդրել է փրկության համար։ Ես մտածեցի Տեր, եւ ոչ ոք չեկավ այն ժամանակ ապաշխարության։ Հնարավոր է, նա ստիպել էր նրանց աղոթել 3 օր եւ 3 գիշեր։ Փառք Աստուծո, որ ոչ ոք չեկավ։ Որովհետև եթե նրանք գային նման հանգամանքներում, նրանք միևնույն է ոչինչ չէին ստանա։ Իսկ հետո նա մարդկանց առաջարկեց դուրս գալ եւ ընդունել Սուրբ Հոգով մկրտությունը։ Նա ասաց. Ես գիտեմ, որ այս հավաքույթին դեռ ոչ ոք չի ստացել Սուրբ Հոգով մկրտություն։ Ես հասկանում եմ, որ արդեն ուշ շաբաթ երեկո է, եւ վաղը մեզ մոտ կիրակի է, եւ կլինի եւս մեկ ծառայություն։ Բայց գիտեք, ես ձեզ ուզում եմ ասել, որ մարդիկ ամենից հաճախ Սուրբ Հոգով մկրտություն ստանում են կեսգիշերից հետո, այլ ոչ թե կեսգիշերից առաջ։ Եթե միակ պատճառը, որով նրանք կարող են մկրտություն ստանալ կեսգիշերից հետո, այն է, որ նրանք մինչև կեսգիշեր Աստծուն չեն հավատում Սուրբ Հոգով մկրտության համար։ Եվ նորից ոչ ոք չեկավ, ոչ ոք դուրս չեկավ։ Ինչու՞։ Որովհետև նա քարոզում էր անհավատություն եւ քարոզում էր տեսություններ, եւ ոչ ոք չեկավ փրկության, եւ ոչ ոք դուրս չեկավ Սուրբ Հոգով մկրտվելու։ Եվ վերջապես նա ասաց եղբայր Հեգինը այստեղ է, նա բժշկության քարոզիչ է։ Նա ասաց, եթե ձեզ բժշկություն է պետք, ապա ես կխնդրեմ ձեզ մոտենալ, եւ ես կխնդրեմ, որ եղբայր Հեգինը ձեռքեր դնի ձեզ վրա։ Ես ինքս ճիշտն ասած դրան չեմ հավատում։ Նա հենց այդպես էլ ասաց։ Նա ուղղակի այդպես էլ ասաց։ Եվ 4 համարձակ հոգիներ անցան անհավատության այդ հոսանքի միջով։ Եվ ահա պատկերացրեք հովիվ ավետարանիչը կանգնած է ձեր հետևում եւ ձեր ծոծրակին փչում է անհավատության տակ շնչով, իսկ դուք պետք է ձեռնադրեք եւ եթե ոչ ոք չբժշկվի, ապա դա ձեր խնդիրն է։ Բայց փառք Աստուծո, որ 4-ից 3-ը բժշկվեցին։ Շնորհակալություն Աստծուն այն բանի համար, որ մենք փաստեր ենք քարոզում։ Պողոսը գրում էր Տիմոթեոսին քարոզիր խոսքը։ Քարոզիր խոսքը։ Նա նրան չասաց Տիմոթեոս, ասա նրանց, թե դա ինչպես է քեզ հասել, կամ տուր նրանց քո կարծիքը կամ քո տեսությունը։ Նա ասաց քարոզիր խոսքը։ Բոլորդ ասեք քարոզիր խոսքը։ Հավատքը կառուցվում է փաստերի վրա, Աստուծո խոսքի փաստերի վրա։ Հալելույա։ Հալելույա։ Հավատքը գիտելիքի ուղեկիցն է, դա նշանակում է, որ այն գնում է գիտելիքի հետ միասին, այն գալիս է հոգու մեջ անկախ մեր ջանքերից։ Այսինքն ոչ մի ջանք չի պահանջվում մարդուց, մարդու կամքից կամ բանականությունից, որպիսի հավատքը գա։ Որովհետև հենց որ գալիս է լույսը, հավատքն արդեն այնտեղ է։ Դուք լսեցիք սա, ահա թե ինչու ենք մենք ոգեշնչում մարդկանց, որպիսի նրանք խորհեն խոսքի շուրջ, եւ երբ նրանք խորում են խոսքի շուրջ, այն թափանցում է նրանց սիրտը։ Գալիս է լույսը եւ հավատքն արդեն այնտեղ է։ Դուք երևի լսել եք իմ պատմությունը, թե ինչպես 1950 թվականին Աստված ինձ կոնկրետ ասաց քարոզել հավատքի մասին։ Այդ ժամանակ ես արդեն ծառայության մեջ էի 17 տարի։ Ես նախկինում էլ էի քարոզում հավատքի հարցերի մասին, բայց ես դա չէի անում այսքան կոնկրետ եւ խորը։ Եվ ես լսեցի ձայն երկնքից, այնքան իրական, ասես մարդ խոսեր ինձ հետ. Ես ուզում եմ, որ դու սովորեցնես իմ ժողովրդին հավատքի մասին։ Ես արդեն բավականաչափ ցույց եմ տվել քեզ խոսքը, եւ դու ունես քո անձնական փորձը։ Քարոզիր եւ սովորեցրու մարդկանց հավատքի մասին, այն մասին, ինչ ես քեզ սովորեցրի։ Ես շատ հաճախ վկայություններ եմ տալիս իմ բժշկության մասին, թե ինչպես ես հարություն առա, ինչպես ծնվեցի։ Բժիշկներն ասացին, որ իրենք չեն կարող փրկել ոչ մորը, ոչ երեխային։ Մայրս շատ ծանր էր ծննդաբերում եւ մեզ մոտ միանգամից 3 բժիշկ կար, 3 բուժող բժիշկ։ Եվ նրանք հետո ասում էին, որ որոշում էինք, թե ում փրկենք երեխային, թե մորը։ Եվ որոշեցինք փրկել մորը։
1917 թվականին շատ բան անել հնարավոր չէր, եւ այդ պատճառով ես ծնվել էի տանը։ Ես փաստացի ծնվել էի մեռելածին։ Տատիկս ասում էր ինձ, որ ես ծնվելիս չափերով առնետից մեծ չէի։ Նա ասում էր ինձ, որ քո դեմքը նման չէր մարդկային դեմքի։ Այն ինչ որ անկանոն ձևի էր, բժիշկ Իրվինը բուժող բժիշկն էր, եւ նա ասաց, որ երբ քեզ վերցրեցի ձեռքերիս մեջ, քո մեջ կյանքի ոչ մի նշան չկար։ Ուստի նա ասաց, որ ես մեռած եմ, եւ ինձ դրեց մահճակալին։ 40 րոպե անց այդ ընթացքում նրանք հետևում էին մորս, որպեսզի նրա հետ ամեն ինչ կարգին լինի։ Բժիշկը գնաց գրասենյակ, ինչ-որ բան վերցրեց ու վերադարձավ։ Հետո բժիշկը մորս հետ մնաց ամբողջ օրը։ Նա օգնում էր նրան ողջ մնալ։ Եվ 40 րոպե անց այն բանից հետո, երբ ինձ դրեցին մահճակալին, բժիշկ Իրվինը նորից ինձ վերցրեց եւ ասաց, նա մեռած է, նա թերզարգացած է։ Տատիկն էլ ասաց, ես ուղակի կգնամ եւ նրան կթաղեմ այգում։ Բժիշկն էլ ասաց, որ պատրաստվում է վերադառնալ իր գրասենյակ։ Տատիկս պատմում էր ինձ, քո մայրը հանգստանում էր, ես վերցրեցի քեզ ու գնացի հետնամուտքով ու կանգ առա ծխարանի մոտ։ Տատիկս պատմում էր ինձ, քո մայրը հանգստանում էր, ես վերցրեցի քեզ ու գնացի հետնամուտքով ու կանգ առա ծխարանի մոտ։ Նա ասաց, ես կանգ առա, որպեսի բահ վերցնեմ, վերցրեցի այն ու ուղղվեցի դեպի այգի։ Մենք այգի ունեինք։ Օգոստոս ամիսն էր։ Եվ հանկարծ նա տեսավ մի բռնկում, կյանքի բռնկում իմ մեջ։ Տատիկը վերադարձավ տուն։ Լողացրեց ինձ, փաթաթեց բարուրի մեջ։ Նա ինձ փաթաթեց մի փոքրիկ բարուրի մեջ։ Ես կշռում էի մոտավորապես 2 ֆունտ 900 գրամ։ Նա ասում էր ինձ, որ իմ ողջ մնալու շանսերը գրեթե հավասար էին 0-ի։ Ասում էր, որ ես ոչ կուրծք էի ուտում, ոչ էլ շշից էի խմում։ Մայրս առողջական վիճակի պատճառով չէր կարողանում ինձ կրծքով կերակրել, շշից էլ չէի կարողանում խմել։ Այդպես էր պատմում տատիկս։ Միակ ձևը, որով կարողանում էի քեզ կերակրել, ասում էր նա, դա մի փոքրիկ աչքի կաթոցիչ վերցնելն էր եւ կաթիլ առ կաթիլ կաթը քո բերանը կաթեցնելը։ Շատ ժամանակ էր պահանջվում քեզ կերակրելու համար։ Եվ երբ Հիսուսը հայտնվեց ինձ տեսիլքի մեջ, դա այն ժամանակ էր, երբ մենք վրանային հավաքույթ ունեինք 1950 թվականին Տեխասում։ Նա ասաց, ես քեզ կանչել եմ դեռ քո ծնվելուց առաջ։ Ես քեզ առանձնացրել եմ ծառայության համար դեռ մորթ որովայնում։ Սատանան փորձում էր ոչնչացնել քեզ դեռ քո ծնվելուց առաջ եւ շատ անգամներ քո ծնվելուց հետո։ Բայց հրեշտակները պահպանել են քեզ եւ միշտ հոգ են տարել քո մասին։ Ես հավատում եմ, որ այնտեղ այգում, երբ տատիկս արդեն պատրաստվում էր ինձ թաղել, հենց այդ պահին ինձ դիպան հրեշտակները, եւ ես կյանքի բռնկում տվեցի։ Փառք Աստուծո։ Ալելույա։ Երբ ես փոքր էի, երբեք չէի խաղում եւ չէի վազում, ինչպես անում էին բոլոր սովորական երեխաները։ Ես շատ սահմանափակված էի իմ շարժումների մեջ։ 15 տարեկան հասակում ես լիովին գանված էի անկողնուն։ 5 տարբեր բժիշկներ բուժում էին ինձ։ Բաբիկս 1933 թվականին քնածքով ինձ տարավ Մինեսոտայի կլինիկա, եւ մեզ ասացին, որ եթե բժիշկ Վայսոուն, բժիշկ W.S. Վայսոուն, եթե նա ասի, որ ոչինչ հնարավոր չէ անել, ապա դուք կկորցնեք ձեր ժամանակն ու փողերը։ Մեզ ասացին, որ բժիշկ Վայսոուն աշխարհի թիվ 1 վիրաբույժն է։ Նա ամենահայտնի բժիշկներից մեկն է։ Բժիշկ Վայսոուն հետազոտեց ինձ ու ասաց, որ ոչ ոք լինելով նման վիճակում, ինչպիսին ես եմ, չի ապրի մինչև 16 տարեկան։ Բժշկական պրակտիկայում նման բան դեռ չէր եղել։ Ես նրա խոսքերը շատ ճշգրիտ եմ հիշում։ Ես լիովին գանվեցի անկողնուն իմ 16-ամյակից 4 ամիս առաջ։ Բայց փառք Աստուծո, այդ անկողնում ես վերստին ծնվեցի, եւ ես դարձա նոր արարած Հիսուսի մեջ։ Ինչ որ բան իմ ներսում ասում էր, դու չես մեռնի այս վաղ հասակում։ Դու կբժշկվես։ Ես գիտեի, որ կբժշկվեմ ոչ թե բժշկության օգնությամբ, քանի որ բժիշկներն ասում էին, որ դա անհնար է։ Նրանք ասում էին, որ քննարկել են իմ դեպքը բժշկական հավաքույթի ժամանակ եւ եկել են այն եզրակացության, որ ես անբուժելի եմ։ Ինձ արդեն ոչինչ չի օգնի։ Ինձ պետք է ուղղակի հավաքվել ու տուն գնալ։ Եվ ես արդեն գիտեի, որ եթե ես բժշկություն ստանամ, ապա ոչ թե բժիշկներից, այլ միայն Աստծուց։ Եվ ես սկսեցի հարցեր տալ մարդկանց. բժշկում է արդյոք Աստված այսօր։ Կարող եմ ես բժշկվել ինչպես աստվածաշնչյան ժամանակներում։ Բայց շատ մարդիկ այնպես էին սովորեցված, որ ասում էին, թե ոչ, դա անհնար է։
կրոնը փակել էր նրանց ուղեղը։ Նրանցից ոմանք ասում էին ինձ, որ դա ինձ համար չէ։ Հիսուսը բժշկում էր, այո, եւ առաքյալները բժշկում էին, բայց երբ մահացավ վերջին առաքյալը, այդ ժամանակ ամեն ինչ դադարեց։ Եվ ես հավատում էի նրան, ինչ նրանք ասում էին։ Ես մտածում էի բժշկությունը ինձ համար չէ։ Եվ ես պառկած սպասում էի, թե երբ կմեռնեմ։ Աղոթքի ժամանակ, երբ ես աղոթում էի, իմ ներսում ինչ-որ ներքին վկայություն ասում էր ինձ, որ դու չպետք է մեռնես։ Եվ ես շարունակում էի հարցեր տալ։ Եվ հարցնում էի ուրիշ մարդկանց, ովքեր ուրիշ եկեղեցուց էին, ուրիշ հարանվանությունից։ Նրանք ուրիշ բաներ էին ասում։ Օրինակ, դե, Աստված, նա միապետ է։ Եթե նա ուզենա որևէ մեկին բժշկել, նա կարող է բժշկել։ Երբեմն նա բժշկում է։ Եվ այս խոսքը գողանում էր ինձնից գիտելիքի լույսը։ Ես գանված էի անկողնուն, գալիս էին տարբեր քրիստոնյաներ, կամ մարդիկ, ովքեր կոչվում էին քրիստոնյա, եւ ես հարցնում էի նրանց, ու նրանք բոլորը մոտավորապես նույն բանն էին ասում։ Վերջում ամեն ինչ հանգում էր նրան, որ ես բժշկվել չէի կարող, որ այսօր Աստված ինչ-որ պատճառով չի բժշկում։ Բայց ինչ-որ բան իմ ներսում ասում էր եւ բառացիորեն պնդում էր. Փառք Աստուծո Սուրբ Հոգու համար։ Եթե դուք վերստին ծնված եք, ապա Սուրբ Հոգին արդեն բնակվում է ձեր մեջ։ Եվ իմ ներսում ինչ-որ բան շարունակում էր ինձ ասել. պետք չէ մեռնել նման վաղ հասակում։ Եվ հետո ես դիմեցի խոսքին։ Իմ վիճակում ինձ երբեմն 40 րոպե էր պետք լինում, որպեսզի թերթեի էջը, որովհետև գոտկատեղից ներքև ես լիովին անդամալույծ էի։ Իսկ վերևից ես մասնակի էի անդամալույծ եւ չէի կարողանում լիովին կառավարել իմ շարժումները։ Դա նշանակում էր, որ ես չէի կարողանում նույնիսկ պատառաքաղով ուտել։ Ես բերանիս փոխարեն այլ տեղ էի տանում եւ վնասում էի ինձ։ Եվ ես չէի կարողանում էջը թերթել։ Ես մատներով այն շարժում էի մյուս էջերի վրայով։ Դա տևում էր 40 րոպե, նախքան ես կկարողանայի նորից կարդալ։ Եվ 1933 թվականի, այդ ամբողջ ամառը ես կարողանում էի կարդալ միայն մոտ 10 րոպե առավոտյան։ Եվ մայրս նստած էր կողքիս, ու ես տեսնում էի գրեթե միայն սպիտակ էջ սև կետերով։ Երբեմն պատահում էր, որ ես ընկնում էի անգիտակից վիճակի մեջ։ Ես ընկնում էի կոմայի մեջ 2-3 շաբաթով։ Եվ հետո ես հարցնում էի մայրիկ, այսօր որ օրն է, ես հարցնում էի ժամը քանիսն է։ Եվ նա ինձ հայտնում էր, թե որ օրն է, որովհետև օրերն անցնում էին։ Եվ մի օր ես ասացի, որ կցանկանայի, որ իմ հովիվը գար։ Եվ ես խնդրեցի տատիկիս։ Դա մեծ դեպրեսիայի, Ամերիկայի տնտեսական ճգնաժամի օրերն էին։ Հեռախոսներն այն ժամանակ շքեղություն էին։ Իմ հովիվը բապտիստական եկեղեցուց ապրում էր ինձնից 2 թաղամաս այն կողմ։ Պապիկս ապրում էր մի թաղամաս հեռու մի շատ հայտնի փողոցից։ Նա սկզբում ուզում էր տուն գնել այդ փողոցում։ Այդ փողոցն անվանում էին միլիոնատերերի փողոց։ Բայց այնտեղ շատ բարձր հարկեր էին, եւ նա տուն գնեց այդ փողոցից 1 թաղամաս հեռու։ Եվ հովիվը ապրում էր մեզնից բոլորովին ոչ հեռու։ Տատիկն ասաց. ես կխոսեմ այդ հովվի հետ։ Եվ նա ասաց նրան, որ իմ թոռն արդեն 4-րդ ամիսն է, ինչ գանված է անկողնուն։ Նա հիշեց ինձ ու ասաց. այո, ես կգամ։ Ես ուզում էի հարցնել այդ հովվին ու քարոզչին գրքի մի հատվածի մասին։ Այնտեղ գրված է. երբ աղոթում եք, ապա հավատացեք, որ կստանաք։ Դա Մարկոս 11:24-ն է։ Եվ ես ուզում էի իմանալ, արդյոք դա իրականում այդպես է։ Եվ երբ ես սկսեցի խորել այդ մասին, այդ ժամանակ էլ սկսեցի դա մեջբերել Աստծուն աղոթքի մեջ։ Սատանան գալիս էր ու ասում ինձ. դա ոչինչ չի նշանակում, որ դու բժշկություն ես ցանկանում կամ բարգավաճում կամ ֆինանսական օրհնություններ։ Դրանք միայն քո ինչ-որ հոգևոր ցանկություններն են։ Եվ քարոզիչը հարցրեց տատիկիս, թե երբ նա կարող է գալ։ Նա ասաց, որ 3-շաբթի չի կարող, նա մեկնում է Դալլաս։ Նա հարցրեց 5-շաբթի եթե գա, նորմալ կլինի։ Եվ տատիկս ասաց, այո, նորմալ է, բայց առավոտյան 8:30-ից նա ընկնում է ինչ-որ թմրության մեջ։ Եվ քանի որ այստեղ շատ մոտ էր, նա խոստացավ գալ առավոտյան մինչև 8:30, եւ փառք Աստուծո, որ այն ժամանակ նա չեկավ։
Դուք կհարցնեք ինչու։ Ես հետո իմացա, երբ արդեն բժշկված էի, երբ վերադարձա եկեղեցի եւ վկայեցի այն մասին, որ բժշկություն եմ ստացել։ Իսկ նա ասաց՝ խեղճ տղա, այնքան երկար է պառկել անկողնում, որ նրա բանականությունը վնասվել է։ Բայց ես այն ժամանակ 3 օր եւ 3 գիշեր լաց էի լինում այն պատճառով, որ նա չեկավ։ Գիտեք, ես այն ժամանակ մի մեծ դաս քաղեցի։ Այն ինչի համար այսօր լաց եք լինում, վաղը հենց դրա համար կարող եք բղավել ուրախությունից։ Ամեն։ Ալելույա։ Ես մի մորաքույր ունեի եւ նա գնում էր ուրիշ եկեղեցի։ Իմ ծնողները բաժանվել էին, երբ ես 9 տարեկան էի։ Ես ապրում էի մորս եւ նրա ծնողների հետ։ Իսկ մորաքույրս զբաղվում էր եկեղեցու մանկական եւ պատանեկան ծառայությամբ։ Նա երկար ժամանակ պառաված օրիորդ էր, բայց վերջապես ամուսնացավ։ Եվ իր եկեղեցի հասնելու համար նա մեքենայով էր գնում։ Նա պետք է անցներ իմ եկեղեցու կողքով։ Նա ինձ իմ եկեղեցի չէր տանում։ Նա ստիպում էր ինձ գնալ իր եկեղեցի, եւ մեքենայով տանում էր միայն այդ պայմանով։ Ես նրա համար ավելացնում էի եւս մեկ միավոր իր խնամարկյալների թվին, եւս մեկ հոգի։ Ես 3 տարվա մեջ միայն 6 անգամ եմ լսել, թե ինչպես է այդ եկեղեցու հովիվը քարոզում, որովհետև մորաքույրս միայն Սուրբ Ծննդին եւ Զատկին էր այցելում եկեղեցի։ Եվ ահա նա ասաց ինձ՝ իմ հովիվը կգա, նա լավ քարոզիչ է։ Ես կարծում էի, թե քարոզիչները գիտեն խոսքը, բայց հետո ես պարզեցի, որ հազվադեպ է պատահում, որ քարոզիչն իրոք Աստծո խոսքը լավ իմանա։ Նա խոսեց հովվի հետ եւ պատմեց նրան, որ ես ծանր հիվանդ էի։ Նա ասաց. «Այո, ես կգամ։ Ես հիշում եմ ձեր փոքրիկ Զարմիկին, դուք նրա հետ եկեղեցում էիք Զատկի տոնին։ Այո, ես կգամ եւ կքարոզեմ նրան, բայց ես չէի հավատում, որ նա կգա, որովհետև իմ սեփական հովիվը չեկավ, բայց նա այնուամենայնիվ եկավ։ Ես չէի կարող հստակ տեսնել, թե երբ նա մտավ իմ սենյակ, ես կարող էի միայն լսել, ես տեսնում էի միայն կերպարանք, ուրվագիծ, ես չէի կարող ասել, թե ով է մտել։ Եվ հանկարծ ես լսեցի ձայնը եւ ճանաչեցի նրան։ Այդ ժամանակ ինձ մոտ սենյակ կարող էին մտնել միայն մեկ։ Նա ներս մտավ, բռնեց ձեռքս, եւ ես լսեցի, թե ինչպես նա ասաց. «Համբերատար եղիր, տղաս։ Համբերատար եղիր, մի քանի օրից ամեն ինչ կավարտվի»։ Լեզուս եւ կոկորդս նույնպես մասնակի անդամալույծ էին։ Իմ ընտանիքը կարողանում էր հասկանալ, թե ինչ էի ուզում ասել, եւ ես փորձում էի պատմել հովվին, որ ահա Աստվածաշնչում կա Մարկոս 11:24 համարը, բայց այն ամենը, ինչ ես կարող էի անել, միայն նման հնչյուններ արձակելն էր։ Եվ նա բռնեց ձեռքս ու հետո դուրս եկավ սենյակից։ Պարզապես համբերատար եղիր, տղաս։ Բառացիորեն մի քանի օրից ամեն ինչ կավարտվի։ Եվ ես լսեցի, թե ինչպես է նա աղոթում հարևան սենյակում։ Մեզ մոտ քարոզիչներ չէին գալիս, իսկ ահա եկել է մեկը եւ աղոթում է։ Եվ ես լսում էի, թե ինչպես է նա աղոթում. «Աստված, պատրաստիր նրանց սրտերը կորստի ժամին, որը գալիս է»։ Եվ ինչ-որ բան իմ ներսում ըմբոստացավ, եւ ես ինձ տեսա իմ երևակայության մեջ, թե ինչպես եմ կանգնել ոտքերիս վրա, ձեռքերս շեփորաձև սարքել ու բղավել։ Ես դեռ չեմ մեռել։ Այնուհետև նա աղոթեց մորս համար. «Աստված, օրհնիր նրան»։ Իհարկե Աստված պետք է օրհներ մորս եւ օգներ նրան։ Դե դուք հասկանում եք, բայց իմ ներսում ես ուզում էի բղավել, որ ես դեռ չեմ մեռել։ 1933 թվականի օգոստոսն էր, ժամը 3-ն էր, բայց ինձ համար հանկարծ ամեն ինչ մթնեց։ Եվ նա հովիվը հանեց իմ միջից վերջին լույսը, որն ունեի։ Եվ ես ընկղմվեցի խավարի մեջ։ Նա գնաց։ Տատիկը վերադարձավ սենյակ։ Ես հարցրեցի, թե որտեղ է մայրիկը։ Տատիկն ասաց, որ նա գնացել է իր սենյակ։ Նա լաց է լինում։ Մայրս լաց էր լինում։ Տատիկն ասաց ինձ. «Ոչինչ, որ նա եկել էր, չէ՞ որ նա միակ քարոզիչն է, ով եկավ քեզ մոտ»։ Ես ասացի՝ դե հա, կարծես թե ոչինչ։ Նրանք ինձ հասկանում էին։ Իմ հարազատներն ինձ հասկանում էին, թե ես չէի կարողանում կարգին խոսել, որովհետև լեզուս եւ կոկորդս մասնակի անդամալույծ էին։ Եվ տատիկը հարցրեց ինձ. «Թոռնիկս, ինչ երգեր ես սիրում»։ Որոնք են քո սիրելի երգերը։ Բայց ես մինչ օրս էլ չգիտեմ, թե որն է իմ սիրելի երգը։
Ո՞րն է քո սիրելի երգը։ Ես պատասխանեցի. Ես նույնիսկ չգիտեմ, մի բան երգիր։ Խոսքը հուղարկավորության մասին էր։ Եվ նա ընտրեց 3 երգ, եւ նրանք քննարկում էին եւս ինչ-որ մանրամասներ կապված հուղարկավորության հետ, երևի թե որ երգը երգեն հուղարկավորությանը։ Եվ նա գնաց, եւ ես ընկղմվեցի խավարի մեջ։ Ես պառկած էի այնտեղ օգոստոսի վերջից եւ ամբողջ սեպտեմբերը, ամբողջ հոկտեմբերը եւ գրեթե ամբողջ նոյեմբերը։ Գրեթե 3 ամիս ես սպասում էի, թե երբ կմեռնեմ։ Մութ էր։ Ես խնդրեցի նրանց ինձ համար աստվածաշունչ բերել։ Եվ նոյեմբերին, երբ ցրտեց, ես նորից կարողացա շարժել վերջույթներս։ Եվ ինձ աստվածաշունչ բերեցին։ Եվ ես նորից սկսեցի կարդալ Մարկոս 11:23 եւ 24-ը։ Եվ դեռ դրանից առաջ ես կարդացել էի Մարկոսի 5-րդ գլխում արյունահոսություն ունեցող կնոջ մասին։ Դուք հիշում եք այդ պատմությունը, երբ նա 12 տարի տառապում էր արյունահոսությամբ։ Այստեղ գրված է. մի կին, որ 12 տարի արյունահոսություն ուներ, շատ չարչարանքներ էր քաշել բազմաթիվ բժիշկներից, ծախսել էր իր ամբողջ ունեցվածքը եւ ոչ մի օգուտ չէր ստացել, այլ վիճակն ավելի էր վատացել։ Լսելով Հիսուսի մասին, ժողովրդի մեջ հետևից մոտեցավ եւ դիպավ նրա հագուստին, քանզի ասում էր. եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կառողջանամ։ Եվ նույն պահին նրա արյան աղբյուրը ցամաքեց, եւ նա մարմնով զգաց, որ բժշկվել է հիվանդությունից։ Նույն պահին Հիսուսը, իր մեջը զգալով, որ իրենից զորություն դուրս եկավ, շրջվեց ժողովրդի մեջ ու ասաց. ով դիպավ իմ հագուստին։ Աշակերտները ասացին նրան. տեսնում ես, որ ժողովուրդը քեզ սեղմում է, եւ ասում ես, ով դիպավ ինձ։ Բայց նա շուրջն էր նայում, որ տեսնի նրան, ով արել էր դա։ Կինը վախով ու դողով, գիտենալով, թե ինչ էր պատահել իր հետ, մոտեցավ, ընկավ նրա առաջ եւ ասաց նրան ամբողջ ճշմարտությունը։ Նա էլ ասաց նրան. աղջիկս, քո հավատը փրկեց քեզ։ Եվ ահա ես սկսեցի խորհել Մարկոս 11:24 համարի շուրջ։ Ես այն փնտրում էի 6 ամիս։ Ահա, արդեն 1933 թվականի նոյեմբերն է։ Եվ 1933 թվականի ապրիլից ես փնտրում էի, թե ինչպես բժշկվեմ։ Ամեն ինչ արտաքուստ ինձ ասում էր, որ ես չեմ կարող բժշկվել։ Իսկ ինչ-որ բան ներսում ասում էր, որ դու կարող ես ստանալ քո բժշկությունը։ Կրոնն ինձ ասում էր, դու չես կարող բժշկություն ստանալ։ Եվ ես սկսեցի խորհել Մարկոս 11:24-ի շուրջ։ Ես խորհում էի դրա մասին եւ իմ ներսում ես մի ձայն լսեցի։ Մենք դա անվանում ենք Աստուծո մեղմ ձայնը։ Իսկ ինչ է այդ ձայնն իրականում։ Դա ձեր հոգու ձայնն է, դա ձեր խղճի ձայնն է, դա այն ձայնն է, որով խոսում է ձեր հոգին։ Իսկ Սուրբ Հոգին բնակվում է ձեր հոգու ներսում, եւ ձեր հոգին վերցնում է խոսքերը Սուրբ Հոգուց եւ ասում ձեզ։ Դա առաջին հայտնությունն էր, որ ես ստացա հավատքի մասին։ Ես լսեցի այդ ձայնը։ Նկատեցիր, որ երբ նա բժշկություն ստացավ, Հիսուսն ասաց նրան. քո հավատը փրկեց քեզ։ Քո հավատքը նպաստեց քո բժշկությանը։ Ես մտածեցի դրա շուրջ, եւ ես արդեն կարողանում էի 10 րոպեում էջը թերթել։ Եվ ես վերադարձա Մարկոսին եւ կարդացի այդ հատվածը, այդ համարը, որը ես մեջբերեցի ձեզ։ Քո հավատը փրկեց քեզ։ Քո հավատը փրկեց քեզ։ Դա ինձ համար որպես հայտնություն եկավ։ Նրա հավատքը նպաստեց իր բժշկությանը, եւ իմ ներսում ես լսեցի այսպիսի խոսքեր. Իսկ դու լսել ես որևէ մեկը երբևէ ասի, թե հավատքի հետ կապված ամեն ինչ ավարտվել է։ Ես մտածեցի. տարբեր քարոզիչներ, որոնց ես լսել էի, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ։ Ես հասկացա, որ նրանցից ոչ ոք չէր ասել, թե հավատքն ավարտվել է։ Եվ ես լսեցի ձայնը. ոչ, դու չես էլ լսի, որովհետև եթե հավատքն ավարտված լիներ, ապա չէր լինի եկեղեցի, չէին լինի քրիստոնյաներ, ոչ ոք չէր փրկվի այսօր։ Որովհետև Եփեսացիներ 2:8-ում ասվում է. շնորհով եք փրկված հավատքի միջոցով։ Դուք չեք կարող փրկել ինքներդ ձեզ, դա Աստուծո պարգևն է։ Ես ասացի այո, դա ճիշտ է, դա հաստատ է։ Եթե հավատքի հետ ամեն ինչ ավարտված լիներ, ապա հետո ոչինչ չէր լինի։ Եվ ներքին ձայնն ինձ ասաց. եթե այս կնոջ հավատը փրկեց նրան, ապա քո հավատն էլ կարող է փրկել քեզ։ Հալելույա։ Հալելույա։ Ես հասկացա, որ կարող եմ բժշկվել հավատքով, սեփական հավատքով։ Ես հավատացի դրան։ Բայց դեռ մնում էի անկողնուն գանված։ Եթե դուք մտնեիք իմ սենյակ եւ ձեր ձեռքին բեյսբոլի մական լիներ,
Ու դուք ինձ ասեիք, ես քեզ հիմա կծեծեմ ու կծեծեմ այնքան մինչև մեռնես, միայն ասա, որ դու չես հավատում, թե կբժշկվես ու ես կդադարեմ ծեծել։ Ես կասեի ծեծեք ինձ ու սպանեք, արեք ինձ հետ ինչ ուզում եք, բայց ես հավատք ունեմ և կարող եմ բժշկվել։ Բայց դա այն ժամանակ չծառայեց իմ բժշկության համար։ Ես բժշկված չէի այն ժամանակ։ Ես չգիտեի, թե ինչպես գործի մեջ դնել իմ հավատքը։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Եվ այն ժամանակվանից, երբ ես լսեցի, որ քո հավատքը կարող է փրկել քեզ, և մինչև այն պահը, երբ ես բժշկվեցի, ևս 9 ամիս ես անկողնում գանված էի։ Եվ մայրս խնամում էր ինձ, նա ինձ բառացիորեն ձեռքերի վրա էր կրում, նա օգնում էր ինձ ամեն ինչում։ Ես պառկած էի երկու բարձրի վրա, և Մարկոս 11:23 և 24-ը իմ սեղանի համարներն էին։ Եվ ես կարդում էի դրանք նորից ու նորից։ Մի անգամ ես ամբողջ գիշեր մեջբերում էի այդ հատվածները, գուցե հազարավոր անգամներ ես արտասանել եմ դրանք։ Այն ժամանակ, այդ գիշեր և մյուս գիշերները ես արտասանել եմ դրանք շատ անգամներ։ Ես չգիտեի միայն մի բան, ինչպես ազատ արձակել, բաց թողնել իմ հավատքը։ Մի պատմություն կա, այն Լուիզիանայից մի տղայի մասին է։ Նա անցնում էր մի տեղանքով, այնտեղ մացառուտներ էին, ու մի արահետ կար, և նա լսեց, թե ինչպես է ինչ-որ մեկը բղավում։ Դա մի տղամարդ էր բղավում։ Եվ նաև նա լսեց պումայի մռնչյուն։ Այնտեղ Լուիզիանայում պումաներ են լինում։ Նա շրջվեց շրջադարձի հետևից ու տեսավ, որ տղամարդը մի հսկայական կատվի էր բռնել գրկում։ Նա հարցրեց նրան. «Ուզում ես, որ ես օգնեմ քեզ պահել նրան»։ Ոչ, եղավ պատասխանը։ Ես ուզում եմ, որ դու օգնես ինձ բաց թողնել նրան։ Երբեմն մեզ օգնություն է պետք մեր հավատքը մեզնից բաց թողնելու համար, որպեսզի մենք կարողանանք ազատ արձակել այն, որ այն սկսի գործել։ Ես սկսեցի աղոթել։ Եվ սկսեցի կարդալ այդ համարը նորից։ Եվ այնտեղ գրված է, որ երբ աղոթում եք, հավատացեք, որ կստանաք և կունենաք։ Ես ասացի Տիրոջն աղոթքի մեջ. «Երբ դու երկրի վրա էիր, դու ասացիր. դրանք քո խոսքերն են։ Ինչ որ խնդրեք աղոթքի մեջ։ Ես ուզում էի առողջ մարմին։ Ես երբեք նորմալ մարմին չեմ ունեցել իմ ամբողջ կյանքում։ Դու ասացիր աղոթել և ես աղոթեցի։ Դու ասացիր հավատացեք և ես հավատում եմ։ Ես ասացի բարությամբ, սիրով սիրելի Հիսուս, եթե դու կանգնեիր իմ մահճակալի կողքին և բռնեիր իմ ձեռքերը քո ձեռքերի մեջ, ինչպես երբեմն անում է մայրս, ու նայեիր իմ աչքերին և ասեիր ինձ. որդիս, քո խնդիրն այն է, որ դու չես հավատում։ Ես կասեի նրան. ես պետք է ասեմ քեզ, որ դու ստախոս ես։ Դու ստախոս ես, դու ստում ես, ես հավատում եմ, իմ ներսում ամեն ինչ խոսում էր։ Ես հավատում եմ, ես շատ ուժեղ եմ հավատում։ Դա երկրորդ հայտնությունն էր, որ ես ստացա։ Դու չես կարող հավատալ, եթե գիտելիք չունես։ Դու չես կարող հավատալ նրան, ինչ չգիտես։ Դուք լսում եք ինձ։ Դուք հավատում եք միայն նրան, ինչ գիտեք։ Եվ այնտեղ գրված է. Ելնելով գրվածքից ստացվում է այնպես, որ ես կարող եմ բժշկություն ստանալ։ Եվ երբ ես հասկացա դա, կարծես ինչ-որ մեկն իմ ներսում լույսը վառեց։ Ոչ թե իմ գլխի մեջ վառեցին լույսը, այլ իմ հոգում։ Ես սկսեցի բարձր խոսել իմ սենյակում։ Ես տեսնում եմ դա։ Ես տեսնում եմ։ Եվ ես աղոթում էի ու աղոթում էի։ Ես գանված էի մահճակալին օրը 24 ժամ, բայց ես աղոթում էի ու աղոթում էի։ Դուք չեք կարող աղոթել ու սպասել, որ ինչ-որ բան կստանաք առանց դա ձեր սրտում զգալու։ Ես ստուգեցի իմ սիրտը։ Այն ժամանակ ես կշռում էի մոտ 40 կիլոգրամ, մարդիկ ինձ կենդանի կմախք էին անվանում։ Բայց այս մարմնում ես ստուգեցի իմ սիրտը։ Եվ ես հավատք ունեի։ Եվ ես տեսա ինձ բժշկված։ Հալելույա։ Ինչ եք տեսնում դուք, մենք երկու կետ ունենք։ Կետ 1. Ձեզ պետք է հավատալ նրան, որ դուք կստանաք այն, ինչի կարիքն ունեք։ Երբ աղոթում եք, հավատացեք, որ կստանաք այն, ինչի մասին աղոթում եք։ Մեր դեպքում դա բժշկությունն է։ Հավատացեք նրան, որ դուք կստանաք բժշկություն, և նրան, որ այն արդեն ձեզ մոտ է, երբ դուք կունենաք բժշկություն։ Այն բանից հետո, որ դուք հավատաք և ստանաք բժշկությունը, երբ դուք կհավատաք և կստանաք բժշկությունը, դուք կհավատաք նախքան բժշկությունը ձեզ մոտ կլինի, նախքան դուք կունենաք այն։ Ես
ասացի, ես տեսնում եմ, թե ինչ ես պետք է անեմ։ Իհարկե, ես պետք է խոսեմ դրա մասին։ Ես հասկացա, որ ես պետք է խոսեմ այն մասին, ինչին հավատացել եմ։ Դուք կարող եք ունենալ լիարժեք հավատքով լցված սիրտ, բայց քանի դեռ չեք ասել այն մասին, թե ինչ եք ուզում, դուք դա չեք ստանա։ Դավանության միջոցով դուք ստանում եք փրկություն, եւ փրկություն բառը ներառում է իր մեջ բժշկություն եւ մեղքերի թողություն։ Ամեն։ Եվ այդ պատճառով ես ասացի, ես տեսնում եմ դա, եւ ինչ ես պետք է անեմ։ Ես դեռ գտնվում եմ անկողնում, ես դեռ անդամալույծ եմ, եւ ես պետք է հավատամ նրան, որ ես կստանամ բժշկություն։ Որոշ բաներ տեսանելի չեն իմ աչքերին։ Ես չեմ տեսնում իմ ֆիզիկական աչքերով, որ ես արյան հիվանդություն ունեմ։ Բայց ես պետք է չէ որ հավատամ դրան, որովհետև հիվանդությունը ես ունեմ, եւ ես բարձրացրեցի իմ ձայնը, եւ ես սկսեցի խոսել։ Ես հավատում եմ, որ ես ստացել եմ բժշկություն հիվանդ սրտի համար։ Ես հավատում եմ, որ ես ստացել եմ բժշկություն անդամալույծ վիճակից։ Ես հավատում եմ, որ ես արդեն ստացել եմ իմ բժշկությունը։ Թեև ես երբեք չէի լսել, որ որևէ մեկն այդպես անի, բայց ես դա կարդացի գրվածքում։ Ես հավատում եմ, որ ես ստացել եմ բժշկություն արյան հիվանդությունից։ Ես նաեւ ասացի, որ ես ստացել եմ բժշկություն իմ գլխի գագաթից մինչև ոտքերիս մատների ծայրերը։ Եվ հետո ես մի խոսք ստացա այն մասին, որ պետք է փառաբանել Աստծուն։ Իմ կյանքում ես երբեք չէի լսել, որ որևէ մեկը փառաբանի Աստծուն։ Ես երբեք չէի լսել, որ որևէ մեկն ասի Ալելույա, փառք Աստուծո, օրհնյալ է Տերը։ Ես լսել էի, թե ինչպես են մարդիկ ամեն ասում աղոթքի վերջում, եւ դա այն ամենն էր, ինչ ես լսել էի։ Բայց ես մի խոսք ստացա, որն իմ ներսում էր, այն մասին, որ պետք է փառաբանել Տիրոջը, եւ ես սկսեցի փառաբանել Աստծուն։ Ես աղոթում էի բժշկության համար եւ ասում էի գովք եւ փառք Տիրոջը բժշկության համար։ Ես ասում էի այդ խոսքերը, բայց դու չէ որ դեռ անդամալույծ ես։ Միևնույն է, փառք Աստուծո այն բանի համար, որ ես արդեն բժշկված եմ։ Փառք Աստուծո։ Եվ ես սկսեցի փառաբանել նրան։ Եվ հետո ես խոսքեր լսեցի իմ ներսում իմ հոգում։ Հիմա դու չէ որ հավատում ես, որ քեզ հետ ամեն ինչ կարգին է։ Ես ասացի իհարկե հավատում եմ։ Այդ դեպքում վեր կաց։ Առավոտյան ժամը 10:30-ն էր, գրեթե լիովին անդամալույծ մարդը փորձում է բարձրանալ։ Ես փորձեցի սողալ երկու հսկայական բարձերի վրայով դեպի մահճակալի եզրը եւ փորձել նստել։ Եվ ես սողացի մինչև մահճակալի եզրը, եւ իմ ձեռքերի օգնությամբ, որոնք հազիվ էին գործում, ես փորձեցի վերցնել ու իջեցնել նախ մի ոտքս եզրից, որպեսզի նստեմ, իսկ հետո մյուսը, եւ իմ մատներով ես գրկեցի իմ ոտքերը, որոնք միայն կաշի ու ոսկոր էին։ Սկզբում ես իջեցրեցի մի ոտքս, հետո երկրորդը։ Եվ ես արդեն ասել էի ձեզ, որ այդ ժամանակ ես կշռում էի 40 կիլոգրամից պակաս։ Եվ հետո ես փորձեցի իմ մարմնով ոտքերս հրել դեպի հատակը, որպեսզի կարողանամ կանգնել։ Ես փորձեցի ոտքերս հրել մահճակալի եզրից, եւ վերջապես իմ մոտ դա ստացվեց։ Դա մի փոքր մահճակալ էր, որից ես ինձ հրեցի հատակին։ Ես սահեցի իմ մահճակալից։ Իմ ծնկները հայտնվեցին հատակին, իսկ ձեռքերով ես բռնվել էի մահճակալի եզրից։ Եվ իմ ծնկները դիպան հատակին։ Եվ հետո ես ասացի, ես ուզում եմ հայտարարել ամենակարող Աստուծո եւ Տեր Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգու, ինչպես նաեւ Սուրբ հրեշտակների ներկայությամբ։ Ես ուզում եմ, որ Սատանան եւ բոլոր չար ոգիները իմանան, որ ես բժշկված եմ։ Եվ ես զգացի, կարծես ինչ-որ բան լցվեց իմ գլխին։ Դա նման էր տաք սոսնձի։ Ինձ դուր եկավ, եւ ես զգում էի, կարծես մեղր է հոսում իմ գլխին, եւ ես ինձ արփած էի զգում։ Ամեն։ Այդ ամենը հոսում էր իմ գլխից մարմնովս ու ձեռքերովս, եւ դրանք այժմ ազատ էին։ Հետո դա հասավ գոտկատեղիս։ Եվ իմ ոտքերը սկսեցին շատ ուժեղ ցավել։ Կարծում եմ ոտքերիս բոլոր ներվերը արձագանքեցին։ Եվ ես մի այնպիսի զգացողություն ունեի, կարծես 10,000 գնդասեղներ ծակծկում էին ոտքերս։ Եվ ես լաց էի լինում ցավից, բայց միևնույն ժամանակ ես երջանիկ էի։ Նախկինում ես ընդհանրապես ոչինչ չէի զգում ոտքերիս մեջ, իսկ հիմա ցավ կար, եւ դա առաջընթաց էր։ Եվ հետո ես կարողացա կանգնել ոտքերիս վրա ու կարողացա ուղիղ կանգնել, եւ աստիճանաբար ցավն անցավ։ Հալելույա, հալելույա։ Եվ հետո, կա եւս շարունակություն այս պատմության։ Ես ուզում եմ, որ դուք այն մինչև վերջ լսեք, որովհետև ձեզնից շատերին դա պետք է։ Եվ ահա ես բժշկված էի։ Եվ ինչպես արդեն ասել էի ձեզ, ես կշռում էի շատ քիչ, իմ ամբողջ հագուստով մոտ 90 ֆունտ։
Եվ ես արդեն այդ ժամանակ բոյով մարդ էի, իմ հասակը 6 ֆուտ էր։ Նրանք ինձ կենդանի քայլող կմախք էին անվանում։ Եվ ահա հիմա ես բժշկված էի։ 1934 թվականի օգոստոս ամիսն էր։ Դպրոցական դասերը պետք է սկսվեին մի քանի օրից։ Սեպտեմբերի 1-ը մոտ էր։ Մինչև հիվանդանալս ես ավարտել էի ավագ դպրոցի 2 դասարան։ Կես տարի գանված մնալով անկողնուն ես բաց էի թողել գրեթե ողջ ուսումնական տարին։ Եվ ահա ես վերադարձա դպրոց ավագ դպրոցի 3-րդ դասարան, քաշս ընդամենը 40 կիլոգրամ էր։ Դպրոցի տնօրենը միստեր Սմարթն էր, Ն.Ս. Սմարթը։ Դա էր նրա անունը։ Լավ ու հաճելի մարդ էր և դավանանքով բապտիստ։ Նա կանչեց ինձ իր գրասենյակ և ասաց. Քենեթ, կրթություն ստանալու քո ձգտումը գովելի է։ Բայց առողջությունդ ավելի կարևոր է։ Նա ինձ ասաց, որ բոլոր կին ուսուցիչները մինչև մահ կսարսափեն, եթե ես դասարան մտնեմ։ Մեր ուսուցիչներից մեկը Միսիս Հեմիլթոնը, ով ավագ դպրոցում լատիներեն էր դասավանդում, նույնպես բապտիստական եկեղեցու անդամ էր։ Ես նույնպես այդ եկեղեցու անդամ էի։ Իմ վերջին բուժող բժիշկը դոկտոր Ռոբերտսոնը, ով հետազոտել էր ինձ, նույնպես բապտիստ էր։ Միսիս Հեմիլթոնը զանգահարել էր դոկտոր Ռոբերտսոնին։ Բժիշկը նրան հաստատել էր, որ այո, ինձ հաջողվել է վեր կենալ։ Նա ասել էր, որ այս տղան շատ ուժեղ կամք ունի և իր կյանքում նման մարդու չի հանդիպել։ Նա կամքի հսկայական ուժ ունի, թեև ես նրան առավելագույնը 3 ամսվա կյանք էի կանխատեսել։ Եվ ահա ես դպրոցում էի։ Ես ասացի. Միստեր Սմարթ, ես դա ոչ թե կամքի ուժով եմ արել, այլ հավատքի միջոցով։ Ես նրան պատմեցի Հիսուսի խոսքերը, ինչ էլ որ փափաքեք, աղոթեք դրա մասին, և հավատացեք, որ կստանաք։ Եվ ես հավատացի, որ արդեն ստացել եմ։ Միստեր Սմարթը սկսեց լաց լինել։ Նա ասաց, որ չի հասկանում, թե դա ինչ հավատք է, բայց տեսնում է, որ այն իմ մեջ այլ է, քան իր մոտ։ Նա ասաց, որ այլևս չի ուզում ինձ կանգնեցնել։ Եթե նման հավատք ունես, ուրեմն առաջ գնա։ Միստեր Սմարթն ուզում էր, որ ուսումն ինձ համար հեշտ լինի։ Նա ասաց, որ եթե ինձ վատ զգամ, կարող եմ տանը սովորել։ Իմ բոլոր դասերն անցնում էին 4-րդ հարկում, և ես պետք է անընդհատ աստիճաններով բարձրանայի ու իջնեի։ Միստեր Սմարթն ասաց, որ ամեն անգամ, երբ զգամ, որ չեմ կարող բարձրանալ 4-րդ հարկ, կարող եմ բաց թողնել դասերը և նյութը տանը յուրացնել։ Նա նաև թույլ տվեց, որ եթե դասի ժամանակ ինձ վատ զգամ, առանց թույլտվության վեր կենամ ու տուն գնամ։ Քեզ թույլատվություն պետք չէ։ Եթե քեզ պետք է տուն գնալ, ուղղակի վեր կաց և գնա։ Սակայն ես չօգտվեցի նրա առաջարկից։ Իհարկե կարող էի տուն գնալ և եղել են պահեր, երբ դասերին ինձ վատ եմ զգացել, բայց իմ հավատքը գործում էր։ Ժամանակն անցնում էր։ 1934 թվականի աշնանը հիվանդության ախտանիշները վերադարձան։ Ուժգին ու շատ տագնապալի ախտանիշներ։ Ի վերջո ես ստիպված եղա գնալ տուն և պառկել։ Մի անգամ փողոցում ինձ այնքան վատ զգացի, որ մի անցորդ նկատեց դա։ Մտահոգվեց և օգնեց ինձ տուն հասնել։ Ես ստիպված էի անմիջապես անկողին մտնել։ Ես գիտեի, թե որքան երկար ժամանակ եմ արդեն անցկացրել այդ վիճակում և այլևս չէի ուզում անկողնում գանված լինել։ Ինչն էի ես բաց թողել։ Ինձ ոչ ոք ոչինչ չէր հուշում։ Ոչ մի ձայնագրություն չէի լսում, գրքեր չէի կարդում։ Չկար մեկը, ով ինձ ուղղություն ցույց տար։ Ես մենակ էի, միայնակ մի դեռահաս։ Հիշում եմ առավոտյան ժամը 4-ն էր, և ես մի ամբողջ շաբաթ չէի քնել։ Սիրտս ինձ հանգիստ չէր տալիս։
Սիրտս սաստիկ բաբախում էր, երբեմն ինձ թվում էր, թե այն հենց այդ պահին դուրս կթռչի կրծքավանդակիցս։ Առավոտյան ժամը 4-ն էր։ Ես հարցրեցի Տեր, ի՞նչն եմ ես բաց թողել, ինչը ես չարեցի։ Այնուհետև ինքս ինձ ասացի, որ ով էլ հետագայում ինձ հարցնի, թե ինչպես եմ զգում ինձ, կամ եթե մարդիկ տան այնպիսի հարցեր, թե ինչպես է սիրտս, կամ ասեն, որ ես չափազանց նիհար եմ, հարցնեն, թե ինչ է պատահել ինձ հետ ու առաջարկեն տուն տանել, քանի որ վատ տեսք ունեմ, եթե այդ մարդիկ հարցնեն ինձ, թե ինչպես եմ զգում ինձ կամ արդյոք ցավում է սիրտս, իմ պատասխանը գալու է ոչ թե գլխիցս, այլ իմ հոգուց։ Այն, ինչ կա իմ ներսում, այն մտել է իմ մեջ, իմ հոգու մեջ։ Եվ այն, ինչ կա իմ ներսում, կասի ինձ հետ ամեն ինչ լավ է, շնորհակալություն։ Այդպես է ասում խոսքը։ Ես հավատում եմ դրան։ Ինձ ոչ ոք այդ մասին չէր ասել, ոչ մի մարդ։ Առավոտյան ժամը 4-ն էր։ Ես մի ամբողջ շաբաթ չէի քնել, առավոտյան ժամը 4-ն էր։ Եվ ես ասացի, որ այսուհետ ով էլ ինձ հարցնի, ես պատասխանելու եմ այնպես, ինչպես ասում է իմ հոգին, որն իմ ներսում է։ Հենց հաջորդ օրը ես քաղաքում էի և Բլեք ազգանունով մարդկանց մոտ էի։ Նրանք քաղաքում բիզնես ունեին։ Նրանց որդին Յուջին Բլեքը մոտավորապես իմ տարիքի էր։ Ես քայլում էի փողոցով և կանգնեցի այն շենքի առջև, որտեղ նրանց գրասենյակն էր։ Միսիս Բլեքը տեսավ ինձ և ներս հրավիրեց։ Ես ներս մտա։ Նա հարցրեց ինձ ինչպես ես զգում քեզ։ Ես մի վայրկյան սպասեցի, որովհետև իմ բանականությունն ուզում էր ասել ես ինձ վատ եմ զգում։ Ինչպես է սիրտդ, այն քեզ անհանգստացնում է։ Իմ բանականությունն ուզում էր, որ ես պատասխանեի այո, անհանգստացնում է։ Հետո նա ասաց, որ ես վատ տեսք ունեմ, շատ նիհար եմ և երևի ինձ համար դժվար է տեղաշարժվել։ Այո, ինձ համար դժվար էր տեղաշարժվել։ Նրանք իրենց շենքի վերնահարկում պենթհաուս էին կառուցել և այնտեղ էին ապրում։ Նա ասաց, որ հիմա կզանգի Յուջինին, նա վերևում է կիջնի և ինձ տուն կտանի։ Բայց իմ ներսում խոսքն էր։ Ես մի փոքր սպասեցի և ասացի. Միսիս Բլեք, ինձ հետ ամեն ինչ կարգին է, շնորհակալություն։ Տեսնում եք, երբ Հիսուսն այստեղ էր երկրի վրա, Մարկոս 11:24-ում նա ասում էր. Դրա համար ասում եմ ձեզ, ամեն ինչ, ինչ որ աղոթքի մեջ խնդրեք, հավատացեք, թե կստանաք և կդրվի ձեզ։ Եվ ահա ես աղոթեցի բժշկության համար և ստացա այն։ Ինձ հետ ամեն ինչ լավ է, շնորհակալություն։ Ես պարզապես տուն եմ գնում։ Նա ասաց, որ ես վատ տեսք ունեմ։ Ես պատասխանեցի, որ պարզապես տուն եմ գնում և այլևս երբեք անկողին չեմ ընկնի հիվանդությունների պատճառով։ Փառք Աստուծո։ Եթե ես ունենայի ախտանիշներ, որոնք տեսանելի կլինեին, ես կվազեի մեկի մոտ ու կխնդրեի նրանց, որ ինձ հարցնեին ինչպես ես զգում քեզ, սիրտդ այլևս չի անհանգստացնում քեզ։ Հավատքը գտնվում է սրտում հոգու մեջ։ Սրտով է մարդը հավատում, դա չի վերաբերում գլխին։ Եթե դուք միայն ապավինեք ձեր մարդկային բանականությանը, ապա դա ձեզ պարտություն կբերի։ Հոգով քայլելը ձեզ միշտ հաղթանակ կբերի։ Այսպես է ասում Սուրբ Հոգին։ Ալելույա։ Ալելույա։ Բժշկությունը դրսևորվում է ֆիզիկական մակարդակում, բայց սկզբում այն տեղի է ունենում հոգևոր մակարդակում։ Ալելույա։ Փառք Աստուծո։ Փառք Աստուծո։ Պենտեկոստեական շարժման ռահվիրաներից մեկը Դեգ Դելտոնը ասել է, որ մարդկանց մեծամասնությունը կորցնում է բժշկությունը թշնամու կրկնվող հարձակումների պատճառով։ Գրվածքն ասում է Սատանայի մասին, որ նա միշտ փորձում է վերադառնալ։ Հիշեք, Աստվածաշնչում գրված է, երբ պիղծ ոգին դուրս է գալիս մարդուց, շրջում է անջրթի վայրերում, հանգիստ է փնտրում և չի գտնում։ Այն ժամ ասում է վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա։ Սատանան միշտ փորձում է վերադառնալ։ Նա ջանում է հետ բերել ախտանիշները։ Իհարկե, եթե դուք ընդունեք դրանք, դուք կստանաք դրանք։ Նա դրանք նորից կկախի ձեզ վրա։ Մեզ պետք է քայլել հավատքով։ Մեզ պետք է ոչ միայն ընդունել հավատքով, այլև հետո ապրել այն ամենով, ինչ ընդունել ես և պահել դա։ Մեզ պետք է քայլել հավատքով և ապրել հավատքով։ Ալելույա։ Իսկ հիմա բարձր ասեք. Ես հավատացյալ եմ։ Ես չեմ պարտվի։ Նորից ասեք. Եթե Սատանան փորձի վերադառնալ և ձեզ հետ տալ ախտանիշները, ապա ձեր աղոթքի ու հավատքի միջոցով թող նա դրանք իրեն վերցնի։ Թող նա վերցնի դրանք։ Ինչպես անել դա։
Աստվածաշունչն ասում է դիմադրեք սատանային և նա կփախչի։ Եվ նա կփախչի ձեզնից։ Ալելույա։ Դիմադրեք սատանային, և նա կփախչի ձեզնից։ Հիշում եմ մի անգամ քարոզում էի մի հովվի եկեղեցում, մենք ողջունեցինք միմյանց, ես հարցրեցի նրան ինչպես են գործերը, ես դիմադրում եմ սատանային, պատասխանեց նա, ես ասացի փառք Աստուծո, նա ասաց խնդիրն այն է, որ նա վազում է իմ հետևից։ Ոչ, նա պետք է վազի հակառակ ուղղությամբ։ Նա պետք է փախչի քեզնից։ Նա փախչում է ինձնից։ Ամեն։ Ալելույա։